Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Բարև ձեզ։ Պարոն Շիրինյան, որքան մոտենում են խորհրդարանի ընտրությունները, այդքան նկատելի է դառնում Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Կարծես ռուսական կամ ռուսամերձ ուժերը նոր գրոհ են սկսել Հայաստանի իշխանությունների, Հայաստանի պետության դեմ, սա որքանով է մտահոգիչ եւ ինչպես պետք է պայքարի իշխանությունը եւ ընդհանրապես այն ուժերը, որոնք կանգնած են պետականության, Հայաստանի եւ ինքնիշխանության կողքին։ Նախ պիտի գալել վտանգի ահավորությունը։ Եթե հայությունը դա հասկանա, նաեւ ռուսական սեգմենտը, ռուսախոսները, ռուսական կրթություն ունեցողները, ժամանակին Թումանյանին Պուշկինով փոխարինածները, այս բոլորը պիտի հասկանան, էլի, այդ ձեր ասացի վտանգի ահավորությունը, իհարկե առաջի հերթին այդ բոլորին իշխանությունը գործող։ Եթե գիտակցությունը լինի, խնդիր չի լինելու, բայց որ օրորից սրվելու է վիճակը եւ կեղծիքը, զրպարտանքը տարածվելու են բոլոր հնարավոր միջոցներով, դրանց մեջ հատուկ նշեմ կիսաճշմարտությունները։ Ձևական դրամաբանության մեջ հնարք կա, ճշմարտանման է, ճշմարիտ չի։ Դա շատ հեշտ ընկալվում է քաղաքենու կողմից, որտեղ համարյա ճիշտ է, բայց այն տոկոսն է, այն ոնց որ Ռուսաստանի քաղաքականություն հայկական հարցում, չէ՞։ Այս հարցը պետք է լուծեին 99% կար ամեն ինչ, բայց 1% չերիքեց, ու միշտ 1%-ը չի հերիքում, այսինքն այդ 1% ավելին արժի, քան այն 99-ը, այդ բոլորը։ Նայեցեք, որտեղ նա մեր օգտին երբեք հարց չի լուծել, երբեք։ Հիմա պիտի պատրաստ լինել հոգեբանորեն, բնականաբար, եւ գիտակցել, որ սա հայրենիքի համար չի պայքարը, որովհետեւ այս պարագայում մեր պայքարը պետականության համար հայրենիքի համար է։ Իսկ եթե հիմա հայրենիքի համար է պայքարելու, Ղարաբաղյան կլան հենց հայրենիքի համար է պայքարում, բայց ռուսական հայրենիքի համար, որտեղ Հայաստանը կամ տեղ ունի կամ չունի։ Այսինքն սա մնացածը պետք է չվախենան, կազմակերպել հատկապես այս հեղափոխություն կատարածների հսկայական համախումբը։ Պարտադիր չի ազգային ճակատ ստեղծել, կուսակցությունները նկատում են, հեչ պարտադիր չի, բայց համագործակցություն է պետք։ Մենք, որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, առաջարկում ենք համագործակցություն բոլոր հեղափոխության, պաշտպանության եւ Հայաստանի անկախ պետականության, Հայաստանակենտրոն գործնեության մտածողության բոլորին, հատկապես քրիստոնեական արժեքներ կրողներ։ Շատ են այդ ուժերը ձեր կարծիքով։ Շատ չեն, բայց իրական են։ Շատ չեն կարող լինել, որովհետեւ այդ հեղափոխությունը մեր տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ։ Դրա համար նաև նրանք, որ արմատապես կային եւ օգնեցին, շատ չերևացին։ Հասկանաք, ստվերը շատ էր, բայց իրենք ավելի կենսական են, այսինքն իրենց ուժը ավելին է։ Ես նկատի չունեմ նյութական, որտեղ նյութական իրենց ուժն ավելի։ Եվ ժողովուրդը կլինի մեզ հետ։ Մենք մեր համագործակցություն առաջարկում ենք բոլորին, ովքեր Հայաստանի Հանրապետության ուրեմն համար պայքարում են, անկախության համար, ազատության, ինչ-որ գիտեք։ Բնականաբար առաջին հերթին իշխող ուժին։ Բնական է դա, որտեղ ռեսուրսը իր մոտ է նաև։ Մնացածը վախենալ ոչինչ չկա։ Եվ դա հաղթելու ենք, եթե իմ ասած անեն, հաղթելու ենք միանշանակ։ Եթե կա երկրորդը, որովհետև այստեղ ներթափանցված հատվածներ կան, նախկին իշխանությունից, Ղարաբաղյան կլանից ներդրվածներ, կաղնի ծառայություններում, որոնք երազում են Պուտինի կոշիկը լիզեն, կարոտել են, էլի շատերը, եւ ուրիշ բան լիզեն, սրանք կարոտել են, սրանք իշխանության մեջ անցել են, սրանք կարող են իշխանությունը դավել, հեղափոխությանը, պետականությանը։ Բայց ես համաշխարհային քաղաքական գործընթացի փորձի
ընթառնացումով իրենց զգուշացնելու են։ Եթե եղավ վերադարձ, որին չեմ հավատում, բայց չգիտի բացառել ռևանշիստների կողմից, դրանք ընդդիմություն չեն էլի ասեմ, ուրեմն իրենց առաջինն են պատժելու, մամաները լացացնելու են որպես դավաճանների, իրենք չեն ընդունելու, մեծից փոքրը, եթե եղել են բանել, ասեն դե գիտես ախպեր աշխատանք չկար բան, ու հիմա պիտի կամ Նիկոլ Հայոյան կամից կամ ձեզ կամ եւ այլն, ու մեղական նրանց մորթելու են առաջինը, իրենք պիտի հասկանան եւ դա չանեն, եւ իշխանությունը այս բոլորը հասկանա։ Բաշնիա, ես ճիշտ հասկացա, դուք կոչ եք անում, այսինքն պետականամետ ուժերին, անկախության կողմնակիցների ուժերին միավորվեն իշխանության շուրջ, թե չէ, միասնական համագործակցաբար խփեն նույն կետին, Հայաստանի պետականության պահպանությանը, թավակրելը բան չի տալիս, դրանք ասած ես, հետսովետական շրջանի սխեմա է, երբ որ դուք հավաքում եք, լագեր եք ստեղծում մի համախմբի մեջ, այնտեղ արդեն դիրիժոր է լինում։ Ոստեղ մենք ասենք, մենք չգիտեմ X, Y, Z եւ այլն, համագործակցում ենք։ Որտեղ այստեղ մի բան կա, բարձ է, հաշիվը տեսեք, շատ բարձ է։ Բարձ է, որ վարչապետից ընտրազանգվածի որոշումը պետք է գնա կողքի։ Այն մուրճուզողները չեն գնալու հետ, ու գիտեք, սա օրինաչափություն է, իշխանությունը միտեղ պիկը խփում է, հետո անգում է լինում որոշակի, դա չի կարող չլինել։ Հիմա ենթադրենք ավելի, բայց այդ դեպքում էստեղ է լինում, ենթադրենք այդ հատվածի մեջ քրիստոնեական ժողովրդավարության արժեքներ, չէ, դավանողներ շատ են եղել, այնտեղ այն ժամանակ այդպես էր, գալիս են այստեղ, քժկ են գալիս, մյուսը գնում է այնտեղ, ստեղից եթե դժգոհներ կան այնտեղ գնա, այսինքն բոլոր դեպքերում այս սեգմենտից պետականամետ սեգմենտից չեն գնա այն կողմ եւ չեն էլ կորցնի ձայները, այսինքն սա ճկուն սիստեմ է, հետո ինչ արդյունք կլինի, ինչ տոկոսներ կլինեն, ըստ դրա կլինի ազգային ժողովում համախումբ եւ համագործակցություն, գուցե կոալիցիոն կառավարություն, եթե ԿՊ-ն չստանա ձայների մեծամասնություն բացարձակ, եւ դա շատ հավանական է, շատ ուրեմն եթե չէ ընդդիմություն, այ ընդդիմություն, այդ դեպքում Հայաստանը կստանա բազմաֆունկցիոնալ եւ բազմազան, ուրեմն պլյուրալիստական ընդդիմություն, չի լինի Հայաստան խմբակցություն ռուսական սեգմենտ եւ այստեղ մի խմբակցություն, որը ազգային անկախությունն է, բայց իր աշխատանքը բերել ծնել է սրանց։ Այսինքն մի քիչ բան կա, բարձ է, այսինքն այստեղ պետք է ճկուն աշխատել եւ վախենալու ոչինչ չկա։ Նաեւ մի բան էլ ասեմ, սա գիտելիքի թվում է այդպես չի էլի։ Քաղաքական գիտելիքի մրցույթի ասպարեզ է, լինելու է կամ գողական բարկերով կռիվ, սիմվոլները գիտեք, մարդասպանության ակնարկներով, կամ լինելու է բարձր քաղաքական գիտելիքի, բարձր քաղաքականության ոլորտում մրցույթ։ Մենք դրանց պիտի քաշենք այստեղ, որ ինքը գողական ճահիճը չտանի, ինքը վարպետ է, գործի նման ինքը ըմբոշխնում է ցեխը 30 տարին, հենց այդ նախկինը։ Մենք ոնց է, դրա համար այստեղ պիտի տոն ծրվի այն բարձր, բայց ես դա արդեն չեմ տեսնում։ Այնտես տեսեք, ոմն Սամվել Կարապետյան, ոմն տղա, արդեն հայ կանանց հասցեով խոսել է, քաշել է ճահիճ։ Հերը մեր ձևով, այն մեր բանն ասեց, չէ, մեր ճարտարապետներից, Վիգենը, ասես վատա Կոզանոստրանի նշանախոսն է, մաֆիոս մեր ձևով, գիշեք։ Այսինքն իրենք արդեն քաշել են այստեղ։ Եվ կոնցեպտուալ իմաստով Քոչարյան Ռոբերտը բացահայտ Ամերիկայի դեմ է աշխատում, որովհետև ասում է, եւ հիմա Թրամփին, բարոն Թրամփին պետք է առաջարկել իր հարազատներին արտաքսել Միացյալ Նահանգներից, այնտեղ են չէ ծնվել եւ այլն, արտաքսել ուղղակի։
Ինչի՞ չի հանդարտվում քոչերեն։ Այս անգամ ասուլիսին հայտարարեց, որ այս երկիրը մենակ ինքը կարա փրկի, ամենալավ ղեկավարն է։ Հա, ինքը այդ բոլորը դրանով է հավատում, ինքն էլ չի հավատում։ Ինքը լավ ղեկավար է, հասկանում է գնդագարել, մորթել, կախել, ինչ որ արել է, ով իրենից բան չի փոխվելու։ Այսինքն ինքը լավը դա է հասկանում։ Այն մի հայվանն էլ ուժեղ ղեկավար, որ ասում է, ոչ թե պետություն է հասկանում ուժեղ, այլ ինչ-որ ուժեղ էլի, որտեղ Մոսկվայից է գալիս, այնտեղ Պուտին ուժեղ է։ Թե ինչով է ուժեղ, Ռուսաստան մեռնում է, դուք գրել եք, չէ՞ մեռնում է։ Բայց ուժեղ է Պուտինը։ Այս գիտակցությամբ եկել է այդ ասում, բայց Քոչարյանը հիմնական խնդրեմ ունի, որտեղ ազգային ժողովում ուժերի դասավորությունը ինչպիսին կլինի, կախված կլինի իր ֆիզիկական գոյության հարցը նաև։ Օրինակ մենք եթե եղանք, օրինակ ես միանշանակ ներկայացնելու ենք նախկին 3 նախագահներին, գուցե Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը կննել այդ կան, երկուսին անձեռնմխելիության այդ բանից ապահովագրվածությունից զրկել եւ պետական ունեցվածքի հարցը լուծել։ Սրանք միլիարդատերեր են, բայց պետության հաշվին թոշակով են ապրում, իսկ թոշակառուները, որոնց համար իրենք ոռնում են, թոշակառուներն ինչ վիճակում են, կրկին։ Այսինքն եւ երկրորդը քրեական գործերը վեշացնել, ոչ թե հարուցած է, հարած քրեական գործը, չէ՞։ Ուրեմն ենթադրենք մեր տեսակը եղավ, այս հարցը բարձրացնելու է։ Դա չի լինելու ԿՊ-ի այս մեղմությունները, ավելի չասեմ։ Այդ պայմաններում ինքը ինչ երաշխիք ունի, որ ծերությունը Մոաբիտի բանտում չի անցկացնելու, չէ՞, որտեղ Հայաստանում երկրորդ մասն էլ ասեմ ինչու, որտեղ ամերիկյան ազդեցության այստեղ մեծանալիս դա միանշանակ ոչ միայն Հայաստան, տարածաշրջանում, աշխարհում ամերիկյան ազդեցությունը, ամերիկացիք դատարանի հետ գիտեք խաղ չեն անում, Գուանտանամո, տանում են մաֆիոզներն դա վերջացնում են։ Այսինքն ինքը ֆիզիկական ունեցվածքի հարց ունի, ֆիզիկական կյանքի հարց ունի, բայց հայ ժողովուրդն էլ ունի։ Ուզում են նորից գնդակահարվել, երկուսն էլ ունեն։ Ուզում են նորից գնդակահարվել, Քոչարյանը պիտի գա։ Հնդրողը։ Իսկ ինքը չուզում գնդակահարվել, չուզում Գուանտանամո գն, մանավանդ բանից Մատուրոյից հետո տեսան ամերիկացիք հիմա ասերը ծերով անցկացնում են, ուղղտը ու վերջացնում են։ Երկաբարակ չեն խոսում, հանրապետականները երկար չեն խոսում։ Իշմուժ բան էլ է։ Ինչու է Ամերիկան սարսափեցնում Քոչարյանին։ Ասում է, որ ունեցվածքի Թրամփը անվտանգ չի, Թրամփի նախագիծը ունեցվածքի հարց ունի եւ իր հանցագործություններին դատական process-ներ վերջացնելու հարց ունի։ Ինչ որ Հայաստանում ես եղած նյութերով եմ ասում, չեմ խորանում։ Ես ունի, հետևապես ինքը ֆիզիկապես հարց ունի, չէ՞։ Կապիտալի, ներդրումների եւ այլն։ Հիմա այս հարցը ունի, երկրորդը կա։ Բա իրեն պահողը Պուտինն է, չէ՞։ Իսկ Պուտինը պետք է Հայաստանի պետականության վերջ չտա, չէ՞։ Ինքը ռեզիդենտ է, չէ՞։ Քաղաքական ռեզիդենտ է։ Բա ով է։ Ինքը Հայաստանը դուք երբևէ տեսել եք նրանք Հայաստանի շահերից խոսում։ Նրանք խոսում են հայ ժողովրդի շահերից։ Հայ ժողովրդի շահերը Չիլիում շատ տարբեր են, ինչ որ մեր շահերն են։ Հասկանալի է չի թե դա ինչ շահեր են։ Նրանք ռուսական սեգմենտն են։ Հայությունը պետք է իրեն գիտակցի ու վերջացնի, ընդունի, որ սա ռուսական հատվածն է, որ իր պետության թշնամին է։ Արցախի չեն հավատում, թող Արցախի օրերը հիշեն 2 օր առաջ։ Ուր է Արցախը։ Ռուսական ազդեցության գոտում ուր է Արցախը։ Ադրբեջանին չազդեց, նաև ռազմաքաղաքական այսպես կոչված ղեկավարներին։ Այստեղ սկզբունքային արդ։ Ինչու, որտեղ այդ նախագիծը Ռուսաստանին ընդմիշտ դուրս է մղում այս տարածքներից։ Այն սա է լինում ինքը։ Ու վերջ։ Իսկ Հայաստանն ինչ է ստանում։ Հայաստանը ստանում է որոշակի տոկոս։ Սա տնտեսական մասն է, որը աճելու է։ Ճիշտ է, եթե մենք աշխատենք, եթե կա կամերկացու հետ աշխատ երկրորդ, բայց հիմնականը դա չի, հիմնականը Հայաստանը ստացել անվտանգության երաշխիք, չէ՞, այսօր Ադրբեջան ռիսկան հարցակվի, մանավանդ Ադրբեջան հարցունու ինքը ստացել է ռուսներից այն ամենը ինչ հնարավոր էր, Նախիջևան է ստացել, Խաչքարեր է ստացել Քոչարյան Ռոբերտից, Սերժ Սարգսյանից ստացել է Ղարաբաղ,
Այսինքն լեմենցրել ամեն ինչ, ինքը ռուսներից ստանալ ոչինչ չունի, որովհետև եթե մնա, պետք է այս Ղարաբաղ կլանի մասին է խոսքը, նորից ասի հետ եկեք, նորից արյուն բան, Ադրբեջանը ստացել այն ինչի երազը չէր կարող ունենալ ռուսներով։ Հիմա ուրեմն այս պայմաններում ինչ է մնում, ինքը պետք է աշխատի, որ ռուսները գնան, չլնեն Ադրբեջանի մասին է խոսքը։ Իսկ ամերիկացիները ինչ է Թրամփի ուղին ինչ է բերում անվտանգություն առաջին Հայաստանին եւ բերել է, ով որ դա չի ընդունում, ուրեմն ոչրագործ է եւ տկետ է, ապուշ է։ Երևում է, չէ, 2 տարի, հա, մենք նույնիսկ քայլել ենք իրար այդ կողմերը։ Երկրորդը ուրիշ բան է բերում։ Համաշխարհային քաղաքական, տնտեսական գեո չէ, էկո պոլիտիկան փոխվում է, այստեղ գեոպոլիտիկա կա եւ էկո տնտեսական քաղաքականություն կա, այս հատվածը փոխվում է եւ այդ Թրամփի ուղին, չէ, դրանից Հայաստանը ստանալու է ահռելի գումարներ։ Վերացիները դրա համար շատ նեղ են զգում իրենց, որտեղ իրենց փայապաժինն է կրճատվում, չէ, իրենք մոնոպոլիստ են եղան։ Հիմա եւ երրորդը սրանցից անդին ուրիշ բան կա։ Հայաստանը 2 հատված եմ ասում, մնացածները մանրուքներ են։ Ստացել է այդ Ամերիկայի հետ պայմանագրով արդեն, չէ, ստացել է ինչ խոստում է նանոտեխնոլոգիաներ, իդեմս այստեղ կիսահաղորդիչներ եւ այլն, նաև միջուկային էներգիա։ Երկրորդը միջուկային էներգիա։ Ես հիշում եք, ես իշքան էի ասում Հայաստանի միջուկային ֆիզիկա է պետք։ Ես կարող եմ ասել Թրամփի ձենը լսելը միջուկային ֆիզիկա է բերում։ Մնացած բաղադրիչներով։ Սա ինչ է, սա նշանակում է Հայաստանը ոչ թե դառնում է տնտեսական կծորդ, կաղոտ, եթե մենք լավ ենք աշխատում, այլ կենտրոն այս տեխնոլոգիան Ադրբեջանն է ստանում, ըստ համապատասխան բանի հրապարակման, ստանում է զրահաբաճկոններ եւ կատերներ պարսիկների եւ ուրեմն ռուսների դեմ կռվելու համար, թե չկատերը մեզի չանում, ուրիշ բան չի խոստա։ Հիմա եթե այսպես է, Ես ուրեմն հիշում եք, ես ձեզ մի բան հիշեցնեմ։ Ես Թեհրանում ասում եի, որ այս մեղրին այն ժամանակ Թրամփի ուղին չկար, չէ, բայց ասում եի Հայաստանը որպես Ջիբրալթար, հիշում եք, Հայաստանը Ջիբրալթար է դառնում։ Բարիք ուզում ենք իմանանք, հարցրեք անգլիացիներին ինչ է նշանակում Ջիբրալթարը։ Ինչ է նշանակում, իրենք մեզ կասեն, դրա համար այդ Ջիբրալթարից կամ մասը Իսպանիան չի կարողանում ձեռներից վերցնել։ Երկրորդ Ջիբրալթարն է։ Երկրորդ, նայեցեք այդ մայրուղին, Ջիբրալթարից հենց այդ ձևել ասենք, մինչև Ղազախստան։ Գալիս է ստեղ, չէ։ Ալիևը մեռավ Պուտինի հետ միասին, որ այդ Ջիբրալթարը մեր ձեռից տանի մեղրու միջանցքը։ Անցած նախանցած քանի օր եմ գնացել, մեղրի իշկան եմ աղորդում տվել։ Հիմա այս մասը, երկրորդ մասը, ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավի բանա, պետք է լուսավորվի, թե չէ գալու են, բուժելու են քաղցկեղից, ով որ երեխա չի ունենում, պետք է երեխա ունենալ տան, ով ունենում է, չունենալ տան։ Այս ասելու եմ, հիմա տես ինչ է լինում։ 45 թվից հետո հայտնի է ինչպեսի արագությամբ վերականգնվեց Եվրոպան, Արևմտյան Եվրոպան, ինչպեսի սովի ու ավելի ենթարկված մնաց արևելյան սովետական հատվածը։ Հիմա նայեցեք Արևմտյան Եվրոպան արագ, հատկապես Գերմանիա շատ արագ վերականգնվեց։ Հարցը ինչ է, այդ ինչից էր։ Մարշալի ծրագրից էր, դոլարների հոսքից էր, ամերիկացիները դոլարի հոսք կազմակերպեցին, այդ ժողովուրդները շնորհք ունեցան, իրենց երկրները վերափոխեցին։ Հիմա սա Ջիբրալթար երկրորդ, Մարշալի պլան երկրորդ, Հայաստանը ստանում է Ջիբրալթար Մարշալի պլան երկրորդ։ Աստծուց են ասում, կրակեք ուզում, թե վարդանեք։ Եթե ուզում եք վարդանեք, Քոչարյան Ռոբերտ խնդրեմ, եւ այդ խումբը, եթե ուզում եք, ինչ է պետք։ Իհարկե վարչապետը պիտի մնա անկասկածես, բայց բազմա ֆունկցիոնալ եւ բազմազանացած խորհրդարան հեղափոխության ուժերի վերջնական ռևանշիստների։ Ավանց ռևանշիզմ գործ չունի։ Պիտի քրեականին անգամ բոլորին չպիտի թողել ու վերջ։ Չպիտի թողել։
Պաշինյան, խոսակցություններ կան, որ Ռուսաստանից մեծ թվով Դե, որոշ լուրերի Ռուսաստան- այր են գալու ընտրություններին մասնակցելու կամ նախընտրական կամ հետընտրական գործընթացներին, որքանով է դա հնարավոր եւ ինչ ռիսկ է բարձրանում։ Դա հիմնականում դրա ուժը կախված է ազդեցության չափը Հայաստանի իրավական եւ քարոզչական հնարավորությունների աշխատանքից։ Լավ կբացատրվի, հա? Լավ կներկայացվի, օքեյ։ Հասկանան մարդիկ։ Վատ կպայքարվի, եթե պիտի գողականով կանստե վարչապետ Հայոյեն ինչ որ անում էին, Ժամանակին անում էին, որտեղ մենք տեսածի վրա ենք ասում, քաղաքակետը չի կարող տեսածը թողել ֆոկուսներ անել ինչ որ բանից էլի։ Ուրեմն սա տեսել ենք։ Ուրեմն իրավական համակարգի աշխատանքից է կախված։ Ես առաջարկում եմ բոլոր պարակախները ձերբակալել, եւ դա դեմոկրատական արևմուտքը կընդունի, ռուսները չեն ընդունի։ Չնայել հայ են թե չէ, սրանք ռուսական ազդեցության գործակալներ են, եթե գործակալ չեն, մի մասն էլ գործակալ է անշուշտ, եւ բերում են ռուսական խավարեն պայմաններում եւ Ռուսաստանին խավարի մեջ են միշտ թաղվում դուրս չի գալու Ուկրաինայից երեք կամ ինչ ասում 3 ժամն էլ անցավ 3 օրն էլ անցավ 3 շաբաթներ 3 տասնամյակ էլ կանցնի չկա Ռուսաստան այդպիսի որ բայց սրանք սայլը տանում են որտեղ իրենք են այդ շահողը ֆիզիկական իմաստով բացատրեցի։ Դրա համար իրավական համակարգից մենք պետք է ակնկալենք հստակ աշխատանք, ժողովուրդ հաստատ կկանգնի, կասկած չունեմ, բայց եթե նույնի մանեն ուրիշ բան կլինի։ Վտանգի համար եմ զգուշացնում, եթե իշխանությունները անվերև չաշխատեցին, եւ դատեն կարող է Հայաստանում քաղաքացիական ընդհարումներ լինեն, ինչի։ Եթե 50-ի հասավ 50%-ի, ասենք, չեմ հավատում որ իրենք կհաղթեն, բայց եթե մոտեցան հաստատ ընդհարումներ են լինելու, հաստատ, դրա արդյունքն են, եթե ուզում եք Հայաստանը կիսվի, չգիտեմ ինչ, չգիտեմ, ես դա չեմ կարողանում, չեմ ուզում պատկերացնել, եւ կլիներ պատասխանատուներանք, ովքեր չեն աշխատի, թե չէ հիմա վաղն էլ պետք է Չինաստանի հայերը կան, ես Զանզիբարի հայերը կան, հասկացաք ոնց է, վերջացավ, վերջ, բայց հստակ պետք է աշխատել, առաջի հեռուստաընկերությունը պիտի աշխատի Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությամբ եւ ուրեմն ռևանշիստների բան չդառնա, ինչպեսի չմնա հարթակ են ասում։ Պետրոսի ծառայություն պետք է հարթակը չլինի այլևս։ Դավոսում կարևոր հանդիպում տեղի ունեցավ, վարչապետը դա Թրամփի առաջարկով դարձավ Թրամփի հենց նախաձեռնած խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, որքանով է հեռանկարային այդ խորհուրդը, մանավանդ որ խոսվում է, որ դա Թրամփի այն գաղափարներից է, ՄԱԿ-ը փոխարինելու գաղափարներից է, ՄԱԿ-ը փոխարինելու։ Բանը Նատ խոսքը հայկական ասում ենք, չէ, Թրամփի ցավն է տանեմ, կլինի հետնենք, չլինի հետը չեք։ Դա մեզ ինչ, կարևոր է մենք լավագույն քայլ ենք արել հիմնադիրենք, կապրի, չի ապրի։ Այդ մագն էլ մեռած բան է էլի։ Գիտեք, չէ, մագի համար ինչի է աղմուկը, որովհետև դրա ֆինանսական մեծ փոխը Ամերիկան է տալիս, ռուսները բողոքում են, ինչի մագը լավ, բայց փող տալիս են, քան տոկոս է տալիս։ Այսպես է, այն խոսքը որն է, ասում է, շեֆը ես եմ բագլան խաշած եմ ցանում, բայց մենք այդ շեֆի հետ ենք, հիմա այդ շեֆը մեզ հետ է, եզակի դեպք է աշխարհում, եզակի դեպք, եւ վարչապետի տանում կողքը ժպտալով, կողքը նստեցնում է Հայաստանի, բայց կան են չարչարվել Վիլսոնել մի անգամ, երկու անգամ հանդիպեն, մինչև հանդիպել են, Կիմ Քարդաշյանի հորեղբայրը եւ այլն։ Ոչ եք ուզում, աստուց կրակ եք ուզում։ Ուտի ոչնչացնել ռուսական քաղաքական սեգմենտը, բայց ես զգուշացնեմ, իմ ենթադրությամբ գործելու է FSB-ի ուրեմն ընտրությունների կազմակերպման շտաբը։ Ինչու է իրենց մոտ նկատում եք, չանորոշություն ռևանշիստների մոտ, չգիտեմ ում միանան, ում չմիանան, այսինքն սա արևելք է, տղեն կա, չգիտեմ, աղջիկը կա, 8 անգամ ամուսնացել են 9-րդում հետ պետք է ամուսնացնեն, այդ կոպիրկին էլ չի ասում։ Ասում են, ինչ կանեն, ինչ իմանամ, կոպիրկին ինչ ասեն էլ կանեն։
ինտրիգը պահում է կոպեր։ Չէ կոպերկինը ձեբան է անում, մաշում է իրենց։ Նրանք հայերին նույնիսկ իրենց ստրուկներին լավություն չեն արել։ Բաքուն է, տեսեք ուտոկ։ Իրենց ստրուկներին լավություն չեն անում։ Մաշում են էլի, խրում են, կներեք։ Պաշինյան, Իրանի շուրջ տեղի ունեցողի մասին խոսենք, ինչ կանխատեսումներ կան արդյոք եւ որքանով կվնասի Հայաստանի այս վիճակին, եթե Իրանում իրադարձությունները սկսեն այլ կերպ զարգանալ։ Ճիշտ ասած, այդ թեմայից միշտ դեք այնպես խուսափում եմ, բայց ասեմ, բան էլ չի լինի, ռեժիմը եթե փոխվեց, մենք ամբողջով կհայտնվենք կվայելենք հայկական Ջիբրալթարի բարիքները, եթե այդպես մնացածն էլ ինչ պետք է դա ամերիկացիք 3 ժամ ասում 3 տարի չեն կռվում 30 տարի ասին Մադուրոն վերսի տարան վերջից հասկանալ շնորհակալություն խնդրեմ սա օրվա թեման էր իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր կհանդիպենք առայժմ